Գյումրու ավագանու արտահերտ նիստի օրակարգում 13 հարցեր, չնայած եզակի դեպք էր, բայց այն ավելի քան համերաշխ մթնոլորտում ընթացավ։ 13 հարցերից միայն մեկին ՔՊ ձեռնբակ քվեարկեց, այն էլ Գյումրու Ճերմակ հիվանդանոցի շենքը վաճառելու մասին նախկինում կայացրած որոշումը չեղարկելը, քանի որ հստակ չէր ներդրողներ կլինեն, թե ոչ։ Նիստը փոքրինչ թեժացավ, երբ ՔՊ խմբակցության ավագանու անդամներից Քնարիկ Հարությունյանը համայնքի գույքը հետ վերադարձնելու Ղուկասյանի նախաձեռնությունը ողջունեց, հետո հարցրեց, թե ինքը Ղուկասյանը երբ է օրինակ ծառայելու եւ համայնքին վերադարձնելու այն գույքերը, որոնք տարիներ առաջ սեփականաշնորհվել է։ Ես նաեւ ձեզ առաջարկ ունեմ, հետ վերադարձրեք նաեւ դատարանի նախկին շենքը, հետ վերադարձրեք համայնքին նաեւ կենտրոնական զբոսայգու այն 5 հողակտորները, որոնք օտարվել են, սա նաև լավ օրինակ կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամենատարբեր սխեմաների միջոցով համայնքային գույքը օտարել են եւ դարձել են այդ համայնքային գույքի սեփականատեր։ Այգու համար ասեցի քեզ, որ դա մեզ չի պատկանում, ուղղակի 10 հեկտար 6 հեկտար է, որից 5.5 հեկտարը պատկանում է Թումո կենտրոնին։ Իսկ Սայաթնովա այգին էր, եթե շատ ուզում ես իմանալ, Սայաթնովայի հետևի հողերը մենք դարձրել ենք այգի, դիմացի վարսակալությամբ վերցրած հողը, որ դադի եք տվել խայտառակ վիճակի մեջ եղած, որ մարդիկ կողքից չէին կարող անցնել, բանկերից գումարները տրվել է, հսկայական մի գեղեցիկ կառույց է սարքվել, սեփականությունն էլ դարձրել է ժողովրդի, ուրեմն այգի, որ մարդիկ զբոսնեն։ Աղջիկ ջան, մի քիչ ավելի պատմությունը դառնա ու խորացի տես, որ մենք ավելի քաղաքին ավելի շատ բան ենք արել, քան այդպես որ դու չարական ձևով ինձ բանես ասում ես, ներկայացնում ես։ Այնուամենայնիվ հարցը ավագանու դրական քվեարկությանն արժանացավ։ Հաստատվեց նաև Գյումրու թվով 18 երկրորդական փողոցների ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրի հայտը։ ՔՊ-ն կրկին առաջարկ ուներ։ Ավագանիների կազմով ունենանք հանձնաժողով, որ պարտադիր ավագանիների կողմից նաև վերահսկվի այս փողոցաշինության ծրագրերը եւ անպայման ավագանիների ստորագրությունը լինի։ Կողմնակից եմ դրան, 10 ձեռքով կողմնակից ենք։ Ավագանին արտահերտ նիստում որոշում ընդունեց համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմիններ ձևավորելու մասին։ Կձևավորվեն Գյումրի քաղաքի հնգամյա զարգացման ծրագրի եւ բյուջեի կառավարման, քաղաքաշինության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի, ինչպես նաեւ կրթության, առողջապահության, մշակույթի հարցերով զբաղվող խորհրդակցական մարմիններ, որոնց նպատակն է ապահովել կապը եւ համագործակցությունը համայնքի բնակիչների եւ քաղաքականություն մշակող եւ որոշում ընդունողների միջեւ։ Արտահերտ նիստից հետո Վարդան Ղուկասյանը ճեպազրույցում պատասխանեց լրագրողների հարցերին։ Չնայած դեռ բյուջեն չի հաստատվել, բայց խոստանում է մինչև 50%-ով բարձրացնել համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը։ Բոլորի աշխատավարձերը 20-ից 30%-ով արդեն ձևավորված է, բարձրանալու է։ Հիշեցնենք, որ Գյումրու նախկին ղեկավար Սամվել Պալասանյանն էլ ավագանին պահանջում է վերադարձնել Սևբերդ ամրոցի հարակից հողատարածքները։ Այս մասին Ղուկասյանը նախ հայտնեց իր անձնական կարծիքը Պալասանյանի մասին։ Ես Պալասանյան Սամվելին չեմ հաշվում։ Հետո նշեց. Ինքը Սևբերդը այդ ավիրվածությունը ինքը սարքել է։ Ուղղակի այնտեղ դիմացի կանաչ տարածքներն է մասնավորեցրել, բայց շենքը ինքը գնել է։ Հարցին թե վերջերս Facebook-ում քննարկված ու հետո ջնջված գրառման հեղինակը ինչպես էր նշանակվել համայնքապետարանում գոյություն չունեցող բաժնի պետ, Ղուկասյանը պատասխանեց. ինքը տեղյակ չէ։ Այդպեսի բան չգիտեմ ով է ասել, ինչ ասել, բայց ես գիտեմ, որ ես նայել եմ, այդպեսի բան չկա։ Իր նկատմամբ դարձյալ մահափորձի սպառնալիք կա թե ոչ հարցին Ղուկասյանը ասաց, քանի 2007 թվականի կրակոցները չեն բացահայտվել կա։ Միանշանակ վտանգը կողքդ կանգնած է հիմա։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։